Բարև ձեզ, սիրով ողջունում եմ բոլորին, ես ներկայացնում եմ Երևանի Հակոբ Կարապետցի համարվեց հիմնական 6 դպրոցը իմ աշակերտների հետ միասին։ Մենք շատ սիրով այցելեցինք այստեղ, հուսով ենք, որ իրոք մի նոր բան վերցնելու ենք, բայց չենք պատկերացնում, որ այսպիսի հետաքրքիր նորովի պիտի ականատես լինենք այս ամենին։ Շատ ուրախ եմ, որ կազմակերպում եք այսպես նոր ստեղծագործող երիտասարդ գրողներին, ներկայացնում ենք մեր ապագա սերնդին, որովհետև երեխաները իրենք պիտի դա տեսնեն, շփվեն, դա շատ կարևոր է, որ հետո իրենք նաև ներկայացնեն իրենց երեխաներին, թե ում են տեսել, որովհետև մենք այստեղ մեր երիտասարդ գրողներին չենք պատկերացնելու, հետագայում իրենք կարող լինեն այն գրողները, որոնք մեր դասագրքերում լինելու են, որոնց գրվածքներով մենք ոգեշնչվելու ենք, երեխաներին ներկայացնելու ենք։ Մենք լսեցինք այստեղ բանաստեղծություններ, որոնք իրոք Չարենցյան, Վահագնի շնչով, մեր նախնիների շնչով կար, որը շատ ես ուրախ կլինեմ, որ իրոք ներկայացվեն մեր գրքերում։ Ինձ թվում է մեր երեխաներն էլ դա կարդալով, իրենց երեխաները դա կարդալով, նրանք ուրախանալու են ու ասեն, որ մենք անձամբ ենք ներկա եղել, անձամբ ենք տեսել այս գրողներին։ Նաև այստեղ իրենք լսեցին, դա էլ էր բացառիկ դեմ, որ դա ապագայում իրենք դա կնկատեն, ինչ նշանակություն է տալու։ Ներկայացրեցիք այստեղ մեր գրողին Հռիփսիմե Ասատրյանին, որ ինքը Արարատ լեռն էր բարձրացել, որպես կին, առաջին կին գրող։ Ինձ թվում է սա մեր երեխաների համար շատ կարևոր կլիներ, կարելի է նաև իրենց դպրոցներում էսսեներում, ինչ-որ աշխատանքներում, որ գրում ենք միջոցառումներում, նրանք այդ ամենը ներկայացնել, չէ՞ որ մեր ամեն ինչը փոխանցողը մեր երեխաներն են, մեր ապագա սերունդն է։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին եւ հուսով եմ, որ շարունակական կլինի այսպիսի միջոցառումները։